21 TV-ում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է բարև ձեզ, ես Տաթև Հարաքելյանը։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Երևան քաղաքի գլխավոր անոթային վիրաբույժ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քամալյանին։ Բարի գալուստ մեր տաղավար, ուրախ ենք ձեզ տեսնել։ Ողջույն։ Առհասարակ անոթային խնդիրներ, ինչպես շատ հիվանդություններ, ունեն սեզոնային որոշակի կախվածություն։ Եվ եթե մենք տաք եղանակին ավելի շատ բարձրաձայնում ենք որպես պրովոկացիա, երակային խնդիրները, ապա ցուրտ եղանակին կարող ենք խոսել զարկերակային խնդիրներից։ Ինչու ենք ցուրտ եղանակին, այսպես ասած, մատնանշում զարկերակային հիվանդություններ, ինչու են դրանք ավելի ագրեսիվանում կամ ավելի տարածուն դառնում։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, միանշանակ կա սեզոնային կախվածություն, ինչպես մի շարք հիվանդություններ, հետո նաև հենց անոթային հիվանդությունների հետ, միգուցե նաև ինչ-որ չափով ավելի շատ, ինչի որովհետև մեր անոթները, թե երակները եւ թե զարկերակները զգայուն են շրջակա միջավայրի ջերմաստիճանի, այդ թեկուզ միկրոկլիմայի եւ թեկուզ մակրոկլիմայի առումով շատ զգայուն են, որովհետև նրանք ունեն կարգավորվող տոնուս, անոթի պատի կարգավորվող տոնուս, որը շատ զգայուն է ջերմության նկատմամբ։ Այսինքն շոկերի ժամանակ նրանք շատ ավելի թույլ են, ավելի լայն են եւ ավելի շատ քանակի արյուն են տեղափոխում։ Ցուրտ ժամանակ նրանք գծկվում են, ավելի փոքր տրամագտ չափերի են դառնում եւ բնականաբար ավելի քիչ արյուն են կարողանում տեղափոխել, ասենք միավոր ժամանակում։ Դա իհարկե շատ կարևոր պաշտպանական մեխանիզմ է օրգանիզմի համար, դրանով ապահովում է մեր ընդհանուր օրգանիզմի ջերմակարգավորումը։ Այսինքն շոկերին մեծանում է ջերմատվությունը, այսինքն ավելի շատ ջերմություն մենք տալիս ենք, որպեսզի օրգանիզմի գերբարձր ջերմաստիճաններ չառաջանան, ցուրտ ժամանակ ընդհակառակը օրգանիզմը փորձում է ջերմությունը պահել իր ներսում, կենսական կարևոր օրգանները պաշտպանելու նպատակով ցրտից։ Մյուս կողմից դա իհարկե պետք է ինչ-որ մի ռեսուրսի հաշվին առնել, դա հիմնականում զարկերակային համակարգն է, այսինքն դա այն համակարգն է, որ արևմտյան կենտրոնից տանում է դեպի ծայրամաս, հա։ Ծայրամասում առաջանում է այսպես կոչված սպազմ, այսինքն անոթների կծկում, ծավալը որպես այդպիսին ծայրամասի փոքրանում է եւ կենտրոնական հատվածներում կենսական կարևոր օրգանների շրջանում արյան քանակը շատանում է, իսկ մեր օրգանիզմի ջերմություն ապահով դա արյան ծավալն է, արյունն է։ Եվ դա է պատճառը, որ եթե մարդը ունի խնդիր զարկերակային համակարգում, այս մեխանիզմի արդյունքում ծայրամաս հասած քիչ քանակի արյուն է, որը հիվանդության արդյունքում առանց էլ քիչ էր, էլ ավելի է քչանում եւ ի հայտ է գալիս հիվանդության սրացումներ, բարդացումներ եւ այլն։ Այսինքն մենք սեզոնի հետ կապված, ցուրտ սեզոնի հետ կապված պետք է ենթադրենք ու սպասենք զարկերակային հիվանդությունների սրման անկախ այդ հիվանդությունների տեսակից։ Տեսակների մասին նաև բարձրաձայնենք, որովհետև երակայինի հետ կապված կարծես թե ավելի շատ տեղեկություն ունեն, գուցե դրանք ավելի շատ տարածված են կամ ավելի շատ են բարձրաձայնվում, բայց զարկերակների հետ կապված մի փոքր ավելի սահմանափակ գիտելիքներ եւ տեղեկություն ունենք։ Միանշանակ երակային համակարգի մասին միանշանակ ավելի շատ է խոսվում, թե հանրության շրջանակներում, թե մեդիադաշտում, թե ամենուր, սակայն զարկերակային հիվանդությունները պակաս ուշադրության կարիք չունեն, այո, նրանք շատ ավելի մեծ բարդություններով ու ավելի կրիտիկական բարդություններով ուղեկցվող հիվանդություններ են, քանի որ խոսքը գնում է հենց անմիջապես սնուցում ապահովող անոթների, այսինքն զարկերակների մասին, որոնք կենտրոնից, այսինքն սրտից հիմնական քանակի արյունը բերում են դեպի ծայրամաս, ապահովելով թե վերջույթների, թե օրգանների եւ թե բոլոր հյուսվածքների արյունամատակարարումը։ Հիմա որպես այդպիսին զարկերակային համակարգը ունի մի խումբ հիվանդություններ, իհարկե հիմնական մասը առյուծի բաժինը դա բոլորին քաչ հայտնի աթերոսկլերոզ հիվանդությունն է, որի ժամանակ առաջանում է զարկերակների պատերի հաստացում, դա աշճանաբար բերում է անոթների լուսանցքների նեղացման, երբեմն նաև խցանման։ Դա կարելի ասել ամենամեծ քանակն է զարկերակային հիվանդությունների մեջ։ Հաջորդ երևի թե ամենամեծ խումբը դա դիաբետիկ անգիոպաթիաներն են, երբ որ գիտեք դիաբետը օր-օրի ավելանում է իրեն բնորոշ բարդություններով եւ ուղեկցող խնդիրներով, այդ թվում նաեւ անգիոպաթիաներով, այսինքն անոթների պատի ախտահարմամբ։ Դիաբետիկ ոտնաթաթի մասին ենք խոսում։ Այո, ծայրահեղ փուլերում դա վերածվում է նաև դիաբետիկ ոտնաթաթի, իհարկե դիաբետիկ ոտնաթաթը մի քիչ ավելի լայն հասկացություն է, դա միայն զարկերակների խնդիր չի, այնտեղ ներգրաված են եւ թաթի ներվային համակարգը, եւ ոսկրահոդային համակարգը, եւ հաճախ գումարվում են նաև ինֆեկցիոն բարդություններ, այս կոմպլեքսը միասին նոր համարվում է դիաբետիկ ոտնաթաթ իհարկե։ Բայց այո, կարևոր կոմպոնենտներից մեկը իշեմիան է, այսինքն սնուցման խանգարումը, որը պայմանավորված է զարկերակների ախտահարմամբ։ Կա մի բավականին էլի տարածված հիվանդություն, կոչվում է հեղինակյանո բյուրգերի հիվանդություն կամ
տերմինը մի քիչ ավելի բարդ է խցանող տրոմբանգիտ։ Սա աուտոիմուն հիվանդություն է, այսինքն անոթի պատերում առաջանում է բորբոքում առանց ինչ-որ ակնհայտ պատճառի, ոչ ինֆեկցիոն բնույթի, ասեպտիկ բորբոքում, ոչ լիարժեք հայտնի պատճառներով, այսինքն օրգանիզմը, ինչպես մի շարք ռևմատոլոգիական հիվանդություններ, այս դեպքում եւս, այսպես ասած, ստեղծում է անհայտ ծագման բորբոքային ռեակցիա սեփական հյուսվածքի նկատմամբ։ Շատ բան չենք իմանում այս հիվանդության էտիոլոգիայի մասին, հիմնականում դա իմուն համակարգն է, այո դեռ, որովհետև կարծում հետագայում երևի ավելի շատ կինֆորմացվենք։ Շատ ակնհայտ ու ապացուցված մի քանի գործոն կան, դրանցից մեկը արդեն լիարժեք ապացուցված փաստ է, որ դա հանդիպում է հիմնականում երիտասարդ տարիքի տղամարդկանց մոտ եւ շատ մեծ ապացուցողական բազայով ապացուցված է, որ շատ մեծ կապ ունի ծխելու հետ, չարորակ ծխողների մասին է խոսքը, որոնք փաստացի չեն կարողանում դադարեցնել։ Օրինակ, ասենք, չգիտեմ, մի 50 տարվա ծխող ստաժով, տարիքով աթերոսկլերոզով հիվանդը շատ ավելի հեշտ է դադարեցնում, քան ասենք, չգիտեմ, 5-10 տարվա ստաժով ծխող Բյուրգերի հիվանդությունով հիվանդ պացիենտը։ Եվ շատ ակնհայտ ու էլի ապացուցված փաստ որպես այդպեսին, այն մարդիկ, ովքեր կարողանում են ծխելը դադարեցնել կամ առնվազն գոնե կչացնել, միանշանակ կլինիկորեն լավացում են տեսնում նույնիսկ առանց բուժման։ Այսինքն զարկերակային հիվանդությունների հիմնական պատճառը, եթե ասենց ընդհանրացնելով ասենք, դա անոթի լուսանցքի նեղացում կամ խցանումն է, որը բերում է սնուցման խանգարման, եւ էլի կապենք սեզոնի հետ, բնականաբար խցանումը միգուցե կապ չունի իրականում սեզոնի հետ, բայց այն նեղացումը կապ ունի, որտեղ անոթներում ձևավորում է սպազմ, լուսանցքը չափերով փոքրանում է եւ միավոր քանակի արյունը ծայրամաս գնացող փոքրանում։ Եթե մենք տարիներ առաջ խոսում էինք, որ նման հիվանդությունները հիմնականում հատուկ է 50+ տարիքին, հիմա ձեր նախորդ դիտարկումից ելնելով կարող ենք ասել, որ բավական երիտասարդացած խնդիրների մասին ենք խոսում եւ արդեն վաղուց վերջին տարիներին, երբ խոսում ենք անոթային ցանկացած խնդրի մասին, այլևս տարիքային որոշակի տարանջատում ցավոք չեն կարողանում անել։ Միանշանակ, ինչպես գիտեք, ոչ միայն անոթային հիվանդությունները, կարելի ասել բոլոր քրոնիկական հիվանդությունները այսօր երիտասարդացել են, այդ թվում նաև աթերոսկլերոզը։ Այո, իրականում աթերոսկլերոզը դա տարեց մարդկանց հիվանդություն էր, եւ աթերոսկլերոզի տեսություններից մեկն էլ նա է, որ դա բնական ծերացման process-ն է, որը այս կամ այն անձի մոտ ինչ-որ չափով, ինչ-որ պատճառներից, ինչ-որ մեխանիզմերով արագանում է, վերածվում է հիվանդության։ Այսինքն փաստացի բոլորս էլ ծերանալու ընթացքում այս կամ այն չափով ունենք աթերոսկլերոզ, հասցնում է հիվանդության եւ բարդությունների թեչը, դա որոշ մասի մոտ է։ Այո, այս տարիքը նախկինում 50+, նույնիսկ կարող է 60+ էր համարվում, հա, հիմա շատ երիտասարդացել են, նույնիսկ 30-40 տարեկանների մոտ կարելի է բավականին բարդացած աթերոսկլերոզի դեպքեր հայտնաբերել, ինչը իրոք շատ ցավալի երևույթ է, բայց նաեւ փաստ։ Երիտասարդացել է նաև դիաբետը եւ բնականաբար իր հետ վերել է նաև դիաբետիկ անգիոպաթիաների երիտասարդացման։ Ինչ վերաբերում է Բյուրգերի հիվանդությանը, որի մասին ես արդեն խոսացի, Բյուրգերի հիվանդությունը ի սկզբանե երիտասարդների հիվանդություն էր։ Այստեղ բան չի փոխվել, որտեղ ավելի երիտասարդ փաստացի հնարավոր չի, 18-19 տարեկանից սկսած հասունացման շրջանից արդեն երևույթները նկատվում են, առավելևս հատկապես գիտեք երիտասարդները հիմնականում հենց այդ տարիքում, երբ որ սկսում են ծխել, դա շատ ակնհայտ է դառնում։ Միանշանակ երիտասարդացում այս ամեն ինչում ցավոք սրտի ունենք։ Հատկապես նրանց, ովքեր ունեն զարկերակային այս կամ այն հիվանդությունը, ինչպիսի հորդորներ ու խորհուրդներ կարող եք առանձնացնել։ Այո, անպայման կուզենամ նշել, ես ծխելու մասին արդեն խոսեցի, ծխելը դա միայն Բյուրգերի հիվանդությանը չի հավայում, զարկերակների համար դա ամենամեծ թշնամին է, դա համար 1 անոթային թույնն է եւ մեր դեղատոմսերում դեղորայքից առաջ առաջնահերթ մենք նշում ենք ծխելը դադարեցնել։ Դա պարտադիր պայման է։ Ընդհանրապես առողջ ապրելակերպը այսօր ուղղակի տրենդ չէ, ուղղակի մոդա չէ, դրան պետք է հետևել, որովհետև այո, մեր հիվանդությունների երիտասարդացում, բարդությունների շատացում մեծ մասամբ պայմանավորված են մեր կենսակերպի փոփոխության հետ։ Նույնն նաև զարկերակների պարագայում շատ քայլել, մարզվել, դա միանշանակ օգնում է զարկերակային համակարգի առողջ մնալուն, եւ մյուս կողմից պետք չէ անտեսել հնարավոր բարդությունները, այսօր բժշկական հնարավորությունները բժշկության, գործիքային, լաբորատոր, չգիտեմ, այս ամեն ինչը նպաստում են նրան, որ մենք կարող ենք բավականին վաղ փուլերում ու բավականին մատչելի, այսպես ասեմ, հա, փուլերում հնարավորինս հայտնաբերել, կանխարգելել եւ բուժել հիվանդությունները։ Մյուս կողմից բժշկական առումով այս ամենը մի ինչ-որ չափով ավելի շատ պացիենտից էր կախված, բժշկական առումով մենք շատացնում ենք նաև սկրինինգային ծրագրերը, մենք այսինքն փորձում ենք ակտիվորեն հայտնաբերել ու կանխարգելել նմանատիպ հիվանդությունները։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սելերտադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Երևան քաղաքի գլխավոր անոթային վիրաբույժ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քամալյանն էր։